Ողջույն բոլորին։ Օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 6-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 6-ին։ Սորտերս։ Հարգելի խոյեր, այդ օրը կամ ձեր տանն է իրադարձություն, կամ պետք է գնաք որոցի առիթի։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել յուրաքանչյուր, միգուցե դատական գործ, բանկ եւ այլն, նաեւ ուսման կենտրոն, բժշկական կենտրոն։ Այդ օրը որոցի գաղտնիք կբացահայտվի եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլել։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 6-ին։ Հարգելի ցուլեր, բավականին շատ իրադարձություն կա, նաև երկակիություն կա այստեղ։ Ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս, ինչ-որ մի բանը ձեզ երջանկացնում է օրվա ընթացքում։ Ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություններ,
Գումարի մասին կարող եք խոսել, արժեքի մասին կարող եք խոսել, նաև գումար ծախսել, գումար վճարել ինչ-որ բանի համար։ Եվ որից իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև կարող է նոր է սկսվում ամեն ամսվա ինչ-որ ցիկլ, եւ դա կարող է լինել նաև ինչ-որ ավարտվում է այդ ամեն ամսվան է կամ վերջին մեկ ամսվա ոչ իրադարձություն։ Հանկարծակի լուր այստեղ գաղտնիք է բացահայտվելու այդ հանկարծակի լուրով, եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի բան անել, հա, եթե ինչ-որ մի բան կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հուլիսի 6-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օր ուշադիր եղեք, հնարավոր է, որ ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք հանդիպում իրենց հարազատ եւ սիրելի մարդկանց։ Նաև այստեղ ինչ-որ մի բան ձեզ երջանկացնելու է, ոմանք երջանիկ են, որովհետև իրենց սիրելի մարդկանց հետ կլինեն, ոմանք նաև այստեղ սիրո խոստովանություն են ձեզ անում, կամ դուք եք անում, այդպես ինչ-որ մի բան ձեզ երջանկացնում է, եւ դուք այդպես սիրված եք, լցված եք սիրով։ Եվ հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք ինչ-որ մարդկանց հետ, եւ նվեր, կամ դուք եք նվեր ստանում, կամ դուք եք նվիրելու, դա նաև կարող է լինել ծաղիկներ, կարող է լինել քաղցրավենի կամ ինչ-որ մի բան, որը տեղի ունենում է այդպես երջանկություն է, ոնց որ ձեզ համար դա նվեր է, ոչ թե ինչ-որ ֆիզիկական նվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 6-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կիմանաք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, պես գաղտնիքի նման կբացահայտվի, ոնց որ չգիտեիք դրա մասին և հետո կիմանաք։ Նաև հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, հեռախոսազանգ կունենաք, նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը կամ նման կենտրոն կայցելեք, կամ գուցե զանգահարում եք պայմանավորվում կոսմետոլոգի հետ։ Եվ երեխաների հետ կապված իրադարձություններ են այստեղ, հնարավոր է հղիությունը, ծննդաբերությունը, հնարավոր է նաև մեկ այլ հարցը երեխաների հետ կապված, այստեղ ծնունդ է, կնունք է, ինչ-որ առիթ է, թոռներն են գալիս, երեխաներն են գալիս, կամ պետք է իրենցով զբաղվեք, իրենց հետ կապված ինչ-որ գործեր անեք, և հանդիպում ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նաև ընտանեկան կյանքն է, ընտանեկան կյանքով կզբաղվեք, ընտանիքով։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին հուլիսի 6-ին։ Հարգելի առյուծներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու կամ ուշ, այստեղ կարող է շուտ արթնանաք, որպեսզի ճանապարհ գնաք, կամ ձեզ մոտ են մարդիկ գալիս և դրա համար պետք է շուտ արթնանաք։ Հուզված եք բավականին շատ, նաև կարող եք արտասվել, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաև դա կարող է լինել նոր սկսվող իրադարձություն կամ ավարտվում է դա։ Եվ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն ինչ-որ մարդկանց հետ, նաև փաստաթղթերը կդասավորեք, կանեք, գուցե փաստաթուղթ եք ստանում, ուղարկում, ինչ-որ բաներ եք գրանցում, գրում, տեղեկատվություն կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 6-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, կզբաղվեք երեխաներով, թոռներով, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ընտանեկան կյանքն է նաև ցույց տալիս, որ կզբաղվեք ընտանիքով, ընտանիքի հարցերը կլուծեք, նաև դա կարող է լինել առիթ, պատրաստվում եք գնալ ոչ մեկի երեխայի առիթին կամ ձեր երեխայի առիթն է։ Որոշ գործեր կմնան, չեք հասցնում ավարտել այդ օրը, սպասում եք մարդկանց կամ ինչ-որ բանի եք սպասում, բայց հիասթափվում եք, կարծես թե կամ կարող եք տխրել նաև, ինչ-որ մի բան այնպես չէ, եւ սպասում եք չկան այն դրա համար է այստեղ։ Հիասթափությունը մարդկանցից կամ տվյալ մարդուց։ Նաև հյուրեր, կամ դուք կգնաք, կամ հյուր կընդունեք այդ օրը։ Եվ մյուս կողմից էլ երջանիկ եք, ինչ-որ բան ձեզ երջանկացնում է, դե կարող է ուրեմն հիասթափությունը ինչ-որ մեկից, որ դե ինչ-որ մի բանը մարդուն տխրեցնում է օրվա ընթացքում, ինչ-որ մի բան է երջանկացնում։ Թոռներն են գալիս, երեխաներն են գալիս, կամ իմանում եք, որ թոռ եք ունենալու, դրա համար եք երջանիկ, կախված է ինչ տարիքում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 6-ին։ Հարգելի կշարքներ։ Վայ, կարիճ եմ ասել, չէ՞ կարծես թե կարիճ եմ ասել, հիշեցի։ Կշարքինն ենք նայում, հարգելիներս։ Հիշում եմ, որ կարիճ ասեցի ոնց որ։ Մի խոսքով կշարքինն ենք նայում, հարգելի կշարքներ։ Այդ օրը գաղտնիք կբացահայտվի, նաև ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի բան է ձեզ հիասթափեցնում այդ օրը։ Հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, միգուցե իր հետ է կապված այդ հիասթափությունը, եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնցով որ պետք է զբաղվեք այդ օրը, միգուցե ուսման կենտրոն է, բժշկական կենտրոն է կամ մեկ այլ հարց է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 6-ին։
Հարգելի կայշներ, այդ օրը սուտ կա։ Սուտ է, նաև հյուրեր կընդունեք կամ դուք կգնաք հյուր, այստեղ հեռախոսազանգ եւ հրավերք կստանաք առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք առիթի եւ յուրաքանչյուր քայլանելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք, միշտ ապեք, ոչ մի հարցում։ Նաև ոմանք կարող են գնալ եւ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար կամ միգուցե հյուրն է գալիս երկար մնում ձեր տանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 6-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում է, օրը երկակի է, եւ նա ունեք։ Գաղտնիք կբացահայտվի այդ օրը, կիմանաք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, ուշացել եք, ինչ-որ մի հարցում, սա մարդում դուք եք մեղավոր, ձեր մեղավորությամբ է սա։ Նաև սպասման մեջ եք, ինչ-որ մարդկանց եք սպասելու, ինչ-որ բանի եք սպասելու, ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն եւ հետո կարող են ձեզ գումար վճարել, գումար փոխանցել, գումար ստանաք եւ հրավերք ունեք որոցե առիթի կամ դուք մարդկանց հրավիրեք ձեր առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 6-ին։
Հարգելի հաճախություններ, այդ օրը ունեք գործնական հանդիպում։ Նաև երեխաների հետ կապված հարցեր են, որոնք որ կլուծեք։ Հղիություն, դա կարող է լինել նաև ծննդաբերություն, ընտանեկան հարցերն են, ընտանիքով կզբաղվեք, ընտանիքի հետ կլինեք, ավելի շատ։ Նաև ոմանք պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, ոմանք կայցելեն նաև բժշկական կենտրոն։ Եվ նորություն կլսեք։ Գուցե ձեր երեխաներից եք նորություն լսում, գուցե մեկ այլ տեղից, գուցե այստեղ գործնական հանդիպման ժամանակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 6-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը շատ բան չունեք։ Հյուրեր, կամ դուք եք գնալու, կամ իրենք են գալու, եւ սեղանի շուրջ եք նստելու։ Ուրիշ ինչ-որ բան չկա։ Գուցե կենտրոնացած եք ավելի շատ դրա վրա, առիթ է, պատրաստվում եք։ Այստեղ նաեւ հույսն է։ Հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսն դել եք ինչ-որ մի բանի վրա։ Գուցե հյուրի, գուցե այսա առանձին է։ Հետո եք սեղանի շուրջ նստում, հույս ունեք, որ կկարգավորվի, մի խոսքով, յուրաքանչյուր բան կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, բան չկա ուրիշ։ Նայեք ձեր լուսնային նշանը նույնպես։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև հանկարծ եկի լուր կլսեք, միգուցե դա է,
նորություն կլսեք, միգուցե դա է, այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, միգուցե դա բժշկական կենտրոն է, այդտեղ հնարավոր է, ինչ-որ մեկի մասին է, որ հիվանդ է, որ պարկած է, նաև դա կարող է ուսման կենտրոնից, ոչ է նորություն։ Նաև այդ օրը պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը կամ այցելում եք նման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Երեխաների հետ կապված հարցեր կան, այստեղ կամ հղիությունը, ծննդաբերությունը, կամ իրոք երեխային է կողտանում բժշկի, նաև առիթ է, ծնունդ, կնունք եւ այլն պատրաստվում եք։ Ընտանեկան կյանքն է սա, ընտանիքով կզբաղվեք, ընտանիքի անդամների մասին կմտածեք, իրենցով կզբաղվեք, կամ երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, ուսման կենտրոնի հետ կապված ինչ-որ հարցեր են եւ այլն։ Եվ գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։